Եվ Նիկոլ Փաշինյանը երեք Գյումրիից վերադառնալուց հետո գրառում էր արել, որ քանի որ 301 թվականին հայրաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, կա օրինակ իր կողմից կա գաղափար, որ 10-55 բոլոր կարդացել եք վստահաբար գրառումը, այսօր էլ ասում էր, որ դրոշ պետք է տեղադրվի։ Սա արդյոք Սահմանադրությանը հակասող չէ, սա արդյոք խնդրահարույց չէ։ Եթե տեսեք դուք միշտ հարցերը տալիս եք երկու տարբեր ձևակերպումներով, մեկը արդյոք եկեղեցին պետության մաս չի եւ Սահմանադրությունում քանի որ նշված է արդյոք եկեղեցականների գործերին միջամտելը չի նշանակում Սահմանադրական կարգի տապալում, դա հասկացանք, որ ոչ, արդեն հիմա հարցի երկրորդ կողմից եք տալիս, ասում եք արդյոք դրոշ տեղադրելը իսկ ինչու ինչ որ մեկը հերքում է որ պետության կողմից է հիմնադրվել եկեղեցին ի վերջո եւ ճանաչվել որպես պետական կրոն տեսեք չէ շտադրում չէ պետությունը որոշել է երկու առաքյալների պետությունը որոշել է որ պետական կրոն է այո բայց ոչ թե եկեղեցին դե հա եկեղեցին չի հիմնադրել պետությունը բարձր ես կարծում եմ նպատակը եւ գաղափարը մեր պետության պետականության գիտակցման, պետության ամրության եւ միասնականության գիտակցման մեջ է։ Եվ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ, այդ թվում եւ կրոնական հատկապես եկեղեցում, քանի որ եկեղեցու դերը ընդգծված է Սահմանադրությամբ, ինչու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության դրոշները եւ ինչու չի կարող հնչել Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Դուք ինքներդ եք ասում, դա գաղափար է։ Այո, դա գաղափար է, որը հնարավոր է իրացնել եւ գուցե չիրացվի։ Կառավարության նիստերն էլ պետք է տերունական աղոթքով սկսվեն։ Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց դեմ չէի լինի, եթե անկեղծ լինեմ։ Բայց օրինակ ԱԹ-ից նախարար ունեք, ոնց պետք է։ Դե այդ դեպքում ես ասում եմ, ես դեմ չէի լինի եւ պատասխանում եմ ին փոխարեն եւ քանի որ հարգում եմ այլ անձանց իրավունքները, ես որպես իրավաբան վերջում բարձ է որ ինչ որոշման կողմնակից կլինեն։ Չէ, հակառակն եմ ասում, քանի որ կան մարդիկ, որոնք ունեն այլ կողմնորոշում կրոնի եւ հավատքի հետ կապված, իսկ մեր երկրում գործում է ազատության իրավունքը, կրոնի, խղճի, մտքի, դավանանքի եւ այլն, ես այդ իրավունքի պաշտպանության կողմնակիցն եմ միշտ։ Եվ Տիկին Գալյան, կներեք, այն ինչ տեղի ունեցավ, հեսա վերջացնում ենք 7 վերք եկեղեցում, հա, պատարակի նախորդ օրը դռները այսպես ասած պլոմվեցին, որևէ մեկի մուտքը թույլ չէին տալիս հոգևորականներից Շիրակի թեմի հետո տեսնում ենք, որ եկեղեցու ամբողջ դռները պետական պահպանության ծառայությունների կողմից վերահսկվում էր եւ միայն մեկ տեղից օրինակ հնարավորություն կար եկեղեցին մտնել։ Այս ամենը արդյոք խնդրահարույց չէ գնալ եւ տվյալ հոգևորականին ասել քո սպասավորման վայր մի մտի, դա նույնն է, որ կան նախարարություն եւ չթողեն ձեզ մտնեք նախարարություն եւ ինչ որ մեկը ձեր փոխարեն նախարարի պարտականություններ կատարի։ Իսկ ինչի մենք հետհայաց չենք նայում դրան նախորդող իրավիճակին։ Այսինքն, եթե հնչում են ինչ-որ արտահայտություններ, որ թույլ չի տրվելու պատարակ իրականացնել եւ ժողովուրդը հնարավորություն չի ունենալու իրացնել իր իրավունքը մասնակցել պատարակին, մենք խոսում ենք այն երևույթի մասին, որը միտված է այդ խնդիրը կամ հնարավոր խնդիրը չեզոքացնելուն։ Իմ պատասխանը դա է։ Եկեք բոլոր երևույթներին նայենք ճիշտ եւ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Իսկ այն քաղաքացիներին, որ բռնի ուժ կիրառելով հանում են դուրս, ինչ է նրանք կաթողիկոսի անունն են հնչեցնում պատարակի ժամանակ։ Կարծում եմ, որ հասարակական կարգի պահպանման պատասխանատուներ կան։ Ես չէ որ պետք է գնահատեմ իրենց գործողությունների իրավաչափությունը, եթե դրանք հատում են իրավաչափության սահմանը, վատ է, եթե չեն հատում եւ միտված են հասարակական կարգի պահպանմանը, լավ է։ Տիկին Գալյան, ներողություն, իսկ այդ դեպքում ինչպես է ստացվում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոս գոռացողը հասարակական կարգ խախտող, իսկ նույն եկեղեցում կտրիչը կաթողիկոս չէ գոռացողը հասարակական կարգ խախտող չէ։ Կրկնում եմ, այն բոլոր գործողությունները, որոնք իրապես միտված են հասարակական կարգի պահպանմանը, դրական եմ գնահատում, այն գործողությունները, որոնք միտված չեն կամ ենթադրում են լիազորությունների չարաշահում, վատ եմ գնահատում։ Հիմա կներեք, Փաշինյանը չի չարաշահում լիազորությունները, հաշվի առնելով, որ Սահմանադրության պետությունն ու եկեղեցին անջատ են, թելադրում է, որ եկեղեցուն պետք է հնչի օրհներգը եւ պետք է դեպի դրոշը։ Դուք ինքներդ նոր նշեցիք, որ մի գաղափարով է կիսվել
եւ գաղափարով կիսվելը Ուղղակի դեռ հանրությունը ներողություն դեռ ունի, թելադրել գաղափարների չի նշանակում։ Ես առաջարկում եմ, երբ որ կնկատեք որևէ թելադրանք ապագայում, նորից այս հարցը բարձրացրեք։ Դուք ինքներդ կողմ եք, եթե ոչ կարող եք նրան